Ներեցեք իհարկե անհամեստության համար, այդ ինչն է հավես։ Քեզ մաքթասողի, թե դու գիտես ինչ է հավեսը, որ հարցնում ես։ Ինչի եք եկել, տեղում չի։ Բայց մենք քեզ մոտ ենք եկել։ Այո, եւ մեզ հետաքրքիր է քո անկեղծ կարծիքը։ Ես շատ եմ ուզում, որ դու իմ վրայից հոտ քաշես եւ ասես, թե իմ վրայից ինչ հոտ է գալիս, այդպես պայմանավորվեցինք, ճիշտ է։ Քաշվել եք։ Սրան ինչ ես բերել էստեղ, քերի թորոս։ Այցաբը տանեմ, անխելքություն արինք, ապուշություն արինք, ես ու Վանը սրան հետներս տարանք խաշուտելու։ Հիմի կպելա, ասում վրիցը սխտորի հոտ ա գալի, ես չեմ կարա դասարան մտնեմ։ Դու ամենաանաչար, անկախ էքսպերտն ես։ Խնդրում եմ հոտ քաշի վրից, ասա որ այդ տեսակ բան չկա, թողնենք գնանք մեր գործին, պոստը սանտերա, հիմի լանջունին կգա, կտեսնի, կնվաղի։ Այո, եւ ես շատ եմ ուզում, որ դու հենց հիմա իմ վրայից հոտ քաշես ու ասես, թե ինչ հոտ է գալիս, դե հոտ քաշի։ Հոտ քաշի։ Ես քո վրայից հոտ չեմ քաշի։ Չէ, խնդրում եմ իմ մերժերին, խնդրում եմ հոտ քաշի։ Հասկացա։ Սա դպրոց է, թե կրկես։ Ով է ձեր նմաններին առաջին պլան բերել։ Ես ձեներ արա, ասիկան տեսնեմ ինչ հաշիվա։ Ուզում ես ասել, որ դու այս ամենից տղյակ չես, հա։ Ես ոչ տեսել եմ, ոչ տեսել։ Իսկ ես Հենց հիմա, ազատիր քո ներկայությունից։ Առանց այդ էլ նախարարությունից բարկացած եմ եկել, այնպես չանես, որ հենց հիմա, հենց այս րոպեին դիմումդ գրել տամ։ Տիկին լանջունի, տրախ ծիպիտոկ, ես օրեր եմ, գրացի։ Ոյ, ես ես կաբլուկ ստեղծողին էլ, Ֆարադեին էլ միասին թաղելու եմ։ Եղեք, բայց ես արդեն սուր եմ։ Այս տիպի չունեք իրար հետ, որ իրար չեք էլ բարևում։ Ինչի նոր ես հասկանում։ Սրանք ով են, որ սրանց էլ բարևեմ։ Լավ, արդեն յուղ ես վարում, տիկ։ Քո բարևին չենք էլ մնացել։ Հասմիկ ջան, քեզ կյանտում թափառականները չեն բարևի։ Արես ինչ ձև ես խոսում աղջկա հետ։ Вообще շատ չես քո վրա վերցնում մի քիչ։ Մոռացել ես, որ ինձ զոյրոյին դու պատասխան ունես տալու։ Աչքերից լավ են, ախպերս։ Իմ աչքերը շատ լավ են, բայց ոնց որ քոնը ընդհանրապես։ Այսքան մասը կապուտ չի։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում, եթե մի անգամ էլ ստե ինչ որ մեկի հասցեին այդպես արտահայտվես, կոնկրետ խնդիրներ կունենաս։ Հաջամ մաթեմիկ տետրը կարաս տաս։ Հայերի հաջամ, դու եթե գրել ես, ես էլ արտագրեմ։ Ես ինչ կարգին սովորողներ եք։ Չի դու գրել ես տնային։ Շոպեց կսոս։ Գնանք դասարան զանգը տվել եմ։ Արեք շոտ։ I'm not at home. We aren't busy. It isn't interesting. Մարիջան, էլի հյուրուն ես։ Տատ ինքը հյուր չի։ Ինքը այն աներես տան անդամներից է, որ գալիս է չի գնում։ Իզորել եկա։ Մարի,
տես ինչ ճոխ բերեդաչի եմ բերել քեզ։ Էս փող է ստացել Արմեն։ Չէ, շեֆն ա ուղարկել։ Ասեց Արմեն, Մարի համար գնա ար, ինչ որ պետք է։ Շեֆը։ Իզուր էլ բերել ես։ Մեզ դրա առածները պետք չեն։ Լսի Արմեն, կարող է ես ոդքից փոխարեն հիշողություն ուզեմ կոտրել։ Ինչքան հիշում եմ, շեֆը ինձնից զզվում էր։ Մեկը կբացատրի հիմա ինչա կատարվում։ Ինչի ասենց իրան պահում։ Դե գաղափար չունեմ։ Ես Լավ, դուք չեք ասում, ես կպարզեմ։ Մարի ջան, ում ես զանգում։ Ինչ ես անում։ Շեֆին եմ զանգում, իմանամ ինչա կատարվում։ Գեր որ խմատությունը դրետ են շատ չերևա։ Երիկվանից խմում ես։ Չեմ ուզում, դու կեր որ ալի գաս։ Իմ ֆիգուրան դզում է։ Եթե չեմ սխալվում, քեզ էլ։ Այդ ո՞վ է զանգում։ Ալո։ Մարինա։ Հա, գիտեմ, Մարի ջան, համարդ գրանցել եմ։ Յա, այսօր ենք հասել։ Չէի սպասում ձեզնից, որ իմ նման հասարակ մատուցողու համարը պատիվ կանեք ու ձեզ մոտ կգրանցեք։ Ու մենակ էդ չէ։ Կարամ իմանամ Արմենի ձեռքը ինչի եք էս տոպրակները տվել ու մեր տուն ճանապարհել։ Դե ուզում էի լավ բան անեի։ Ու շատ հետաքրքիր է ինչի համար։ Ուղղակի չի կարելի։ Չէ, չի կարելի։ Ավելի ճիշտ ինձ հաճելի չի։ Նենց չի, որ մի երկու տոպրակ եք ուղարկել մեր տուն, պետք է իմ կարծիքը ձեր մասին փոխեմ։ Իմ համար դուք կաք ու մնում եք նույն մոնստրը։ Ալո։ Մարի։ Կներես բալես։ Այդ կներեսը գնա իրան ասա։ Ինչ ես քեզ տենց տանջում չեմ հասկանում։ Ասում է ուզում եք քո համար ինչ-որ լավ բան անեի։ Մեկը լինի հարցնի ով ես իմ համար, որ ուզում ես լավ բան անես։ ասում էի չէ մի զանգի դրան։ Մարի, ասում եմ մեկ էլ ես իմ երբ ոդկը ջարդես ու այս գիպսով պահը պետքա ֆիքսենք։ Սպասի։ Նայ։ Արմեն ժամանակ ես գտել։ Իսկը։ Նայ։ Արմեն։ Արա ինչ որ խնդիր կա։ Քո նմաններն են իմ այդ խնդիր ունենում։ Դու ով ես, որ ես քո այդ խնդիր ունենամ։ Արա դու արդեն լուրջ նադրել ես անում, մարդու գիտես։ Դու է։ Արա, սրանից հետո ոտիստակ աշխատի չընկնես, արա լսում ես։ Թե չէ ինչ։ Տիկ պեչի մի արժան։ Դու մի խառնվի, Ռիբոկ։ Մի արա։ Ամոթ համիշ, հոստեղ կռիվ չեք անելու։ Դրա համար դպրոցի հետև գոյություն ունի, կողքի շենքի բակ, ով է դասատուների առջև կռիվ անում։ Շատ խաղաղասեր ես, գիտես։ Կարաս, դու մի թող որ կռվեն։ Մի շարով շետյանը մի չանցքում է։ Արա մյուս անգամ ձեռից ես չես պլես տալու լսում ես։ Դու էլի։ Հիմա ինչ, ստեղ կանգնած ես մնալու, հա? Դասարան չես գնալու։ Երեկի պահվածքից ուշքի չեմ գալիս։ Բայց ինչի է իրան սենց պահում, ինչ ա եղել։ Գաղափար չունեմ։ Կարող է քո ու Կարոյի մասին ինչ որ բան է իմացել։ Չի բացառվում։ Շնորհավորում եմ քեզ, պլյուս մեկ պրոբլեմ։
Դե ես իմ կյանքն արդեն առանց խնդիրների չեմ էլ պատկերացնում։ Դե լավ, հավաքի քեզ։ Ուժեղ եղի, դու միշտ ես ուժեղ եղել։ Հավատա, արդեն հոգնել եմ ուժեղ լինելուց։ Բայց ուզես չուզես, պիտի մտնես դասարան ուժեղս։ Բարև ձեզ, նստեք։ Դու ես մեղավոր։ Շեֆը սրանք տվելա ձեռը դու էլ խելոք բերել ես մեր տուն։ Չէր կարա ասեիր չէ։ Դե չմտածեցի, որ սենց ծանր ես տանելու։ Հետո կարող ես սրանք տանեմ խոհանոց։ Չէ, պատուհանից դուրս շպրտի։ Լավ։ Չէ, սպասի։ Ամեն ասածս տենց լուրջ մի ընդունի։ Տատ, մեր այս նոր շենքում անապահով ընտանիք կա, չէ։ Հա, երրորդ հարկի Հայկու շենք։ Սրանք վերցրու։ Տար երրորդ հարկ, ասիճանների աջ կողմի դուռը, տուր իրանց։ Բա շեֆին ինչ եմ ասելու։ Էն իմ ասած բառերից կասես։ Մի երկու բան էլ դու կարաս ավելացնես, ես դեմ չեմ։ Դե լավ էր էլի, մեջների տուժացնել ես եմ։ Դու սատար Հայկուշեն ծարի, ես քեզ սուրճկա հյուրասիրեմ։ Շնորհակալ եմ շատ։ Ասա մի քիչ տատիկիդ քաշեր էլի, մարդը բարության մարմնացում է։ Արմեն, որ մեկ-մեկ ակնոցդ մաքրես կտեսնես, որ ես տատիկի քոփի փեսնեմ։ Սուտը պոզով պոչով չի լինում, արի։ Կսպանեմ քեզ, սրանք վերցրու շուտ տար, թե չէ ես ոտքով հենելու եմ դրանք գլխիդ տամ։ Լավ էր էլի։ Ով ինչ անի չանի, Արմեն ջան, կուժն ու կուլեն գլխի տա ջարդվում։ Պատկերացնում եք, չէ։ Մի մոռացի, որ մեր մեջի բոյո բուսատովը դու ես։ Անցնող դառնողը մենակ քեզ է նկատում։ Մերսի։ Տար։ Հա։ Դրան նայի, ուզում է լավություն անի, սզվելի։ Ով է պատրաստ դասին։ Իսկ ինչու մնացածը պատրաստ չեն։ Էրիկ, օրինակ դու ինչու պատրաստ չես։ Պատրաստ չեմ երկու նշանակեք։ Այդ չի ձեր ուզածը։ Ոչ, դա չի։ Իմ նպատակը ձեզ երկու նշանակելը չէ։ Լավ էլի։ Բոլոր դասատուների ցանկությունն էլ էդ է, որ ինչ որ աշակերտ դասը չանի երկու դնեք։ Սխալվում ես, Էրիկ։ Իմ նպատակը ձեզ գիտելիք տալն է, ոչ թե ցածր գնահատական նշանակելը։ Ինչ եք ուզում ինձնից։ Ուզում եմ իմանալ ինչու պատրաստ չես դասին։ Եթե թեման անհասկանալի էր, ինձ համար դժվար չի, ես կարող եմ նորից բացատրել։ Ես անհասկացող չեմ։ Ես իհարկե դա նկատի չունեի, բայց եթե վիրավորեցի կներես։ Չեմ ների։ Ոչ հիմա, ոչ էլ ընդհանրապես։ Ձեր արածան ներելի է։ Չաղմուկ։ Երեխեք ով հասկացավ ինչ կատարվեց։ Ոչ մի բան չով հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Երևի նոր եք ճանաչում։ Մի քիչ ներվայնացած ալնում են հաշվի չի առնում դեմով։ Անիմաստ կողտում է։ Մենակ խնդրում եմ շուտ ճանաչել։ Հա, բայց ինքը կյանքում Արավշատյանի հետ sense չափը չէր անցել։ Էրիկ, սպասիր։ Հեռու մնացեք ինձ։ Կարող ես բացատրել ինչ է կատարվում։ Դուք ձեզ դրել եք սրբի տեղ։ Ամեն անկյունում սեր, հարգանք կամ չգիտեմ ինչ եք տարածում, բայց երկերեսանի մեկն եք։ Զզվում եմ ձեր նմաններին։ Ինչ ես խոսում, Էրիկ։ Զզվում եմ։ Էրիկ։ Էրիկ, վերադարձիր։
Անցիր դասարան։ Ընկեր Արշացյան, ուզում եմ իմանաք, որ Էրիկի ասածների հետ ես համաձայն չեմ։ Շնորհակալ եմ։ Թույլ կտաք գնամ հետը խոսեմ։ Տուն եմ գնում։ Հայելիկը գնաս, մի վարքան լսի ինչ եմ ասում, որ գնա։ Արշացյանն է ուղարկել, որ գաց դե բարեխոսես։ Էրո, արդեն վիրավորում ես։ Ես ընդհանրապես եկել եմ քեզ ասեմ, որ այդքան էլ ճիշտ չարտահայտվեց իր այդ մարդու հանդեպ։ Լավ արեցի, ինչ որ մտածում եմ երեսին ասեցի։ Ախպեր, էլի բան չեմ ասում, դու քո ճիշտը։ Բայց մի հատ ամեն դեպքում պետք է պապայի հետ խոսալ Էրո առաջինը, որովհետև մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Կարող է խոսած դեռ ուրիշ բան բարձվի։ Հա, ես էլ եմ այդ հասկանում։ Բայց ինչ անեմ ախպեր։ Պապային զանգում եմ չի պատասխանում, տուն չի գալիս, կորած ախպեր։ Ես էլ հո քարից չեմ, երկուսին իրար հետ տեսել եմ։ Իմ տեղը լինի ես չես ներվայնան, հա։ Երես հասկանում եմ քեզ ընկերես։ Բայց քանի չես խոսացել պապայի հետ, քելի ենթադրություններ մի արա էլի։ Լավ։ Իսկ որ պապայի հետ խոսամ, ուրիշ բան բարձվի։ Բարձվի, որ իմ ասածը ճիշտ է։ Այդ ժամանակ ինչ ես ասելու։ Իրականում ես Արաշեցյանի շեմ է հավատում այդպես բան։ Ինքը երկերեսանի մարդ չի։ Հա դե ես տեղ հեչ, Արաշեցյանն է, չէ՞ կարևորը։ Հետո եք ասես ընկերես։ Այ ախպեր, ինչ ես խոսում, դու իմ ամենամոտիկ ընկերն ես, էլո։ Եթե օքսիդ պարունակող տարը ոչ երկաթ է, ապա հիմնականում դա թթվային է։ Հասկացա՞ր Արմինե ջան։ Այո, ես էլ մտածում էի ինչի եք ինձ ցածր գնահատել։ Մի րոպե։ Եղել է, որ ես ոչ օբյեկտիվ գնահատեմ իմ աշակերտներին։ Ոչ, պարոն Ֆարմանյան։ Ահա, ուրեմն գնում ես տուն, մտքերդ հավաքում ես ու սկսում ես էլ ավելի լավ սովորել։ Դու շատ լավ աշակերտուհի ես։ Եղավ։ Այո, շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Այս աշակերտները։ Հիմա ես մի հատ գրի առնեմ։ Արմինե բողոք։ Սա ո՞վ է։ Դու։ Սա ինչ է։ Դու ես ինչ ձև ես հագնվում գալիս դպրոց։ Եվ ով է խոսում հագուկապից, ով առաջին անգամ եկավ դպրոց, ու մեր դպրոցի բոլոր աշակերտները գիտեին, որ մեր դպրոց ինչ-որ շրջիկ կրկես է եկել։ Շատ խնդալու էր։ Չնայած ինչ եմ ասում։ Ինձ համար մեկ է, թե դու ոնց կհագնվես կգաս դպրոց։ Ուղղակի չեմ ուզում, որ քո այս հագուկապի այս պատյաշկաների պատճառով քեզ ավելի քիչ հարգեն, քան որ պիտի։ Մի րոպե։ Այսինքն դու մտածում ես, որ ես ավելի շատ եմ հարգանքի արժանի։ Հա, Ֆարադեի, արժանի ես։ Մի արա, հերու ցավեցնում ես։ Այս սենց ենքան եմ ցավացնելու, մինչև խելքը գլուխը հավաքես ու նորմալ հագնված գաս դպրոց։ Ես թույլ չեմ տալիս, չմոտենաս ինձ։ Ինչի՞, էլի բուրում ես։ Ոչ, դու ինձ ցավեցնում ես։ Ես գնացի, հաջողություն։ Վայ Իդա ջան, այս անտեր գործն էլ ենքան շատ է, մարդու երես չեմ տեսնում։ Օրը մեկը գործը 1000-ը։
Նախշուն ջան, թող հենց բոլոր մարդիկ քո նման գործի շատությունից բողոքեն։ Դու են ասա, Մարիս ոնց է։ Այ, փառք Աստծո, լավ է։ Կարևորը մենակ չի մնում։ Նախշուն ջան, այդ հյուրերի ձեռքը կրակն եմ ընկել։ Ասի Մարիքանի մեր տուն նոր մարդ չի եկել, գնա մի հատ Նախշունին հանդիպեմ գամ։ Դե չի ժամանակ չի լինում, գամ հանգիստ նստեմ, սուրճ խմեմ։ Խմեցինք, կարևորն է սա։ Խմեցինք։ Այ Նախշուն, վերջին նորությունը իմացել ես։ Չէ, ինչ նորություն։ Վանն ու Անուշը հաշտվել են։ Այ ուր էր որ Նախշուն ջան։ Ավելի լուրջ բան ա եղել։ Կարուն իմացել ա որ Մարիս իր աղջիկն է։ Հիմա սիրակստիկը բռնել ա։ Աղջկան ա զանգում, նվերներ ա ուղարկում։ Հա, բակ ուղարկի, բա ինչ կանի։ Ոչ պիլոնկայա փոխել, ոչ անքուն գիշերները անցկացրել։ Դուք տանջվեք, այդ երեխուն պահեք, մեծացնեք, ինքն էլ գա պատրաստի հեր դառնա։ Լավ է էլի։ Ասում ես։ Ինչ տանջանքով ենք մեծացրել Մարիս, հիմա որ հիշում եմ Անուշիս վիճակը, սիրտս մխկտում է։ Է ուղղակի ռադանեիք։ Ընդհակառակը, ասելա չեմ արգելում, Մարիիս հետ կարաս հանդիպես։ Բայց Զարմանում եմ, Անուշը այդ ինչ մեծ սիրտ ու ինչքան բարի է։ Թե ասա ոնց է ստենց խոխա մեծացրել։ Դե Եսի մի կողմից էլ մտածում եմ, դե ջանդամլնի թող շփվեն, իրար հասկանան։ Չեմ իմանում, թող Զատո Անուշի խիղճը հանգիստ մնա։ Անուշը շատ ա տանջվել մեղկա։ Մեղկա երեխես։ Սարեց կոֆեն։ Ինչ ա եղել, Անուշ, կսպասես։ Իհարկե, ոնց կարելի էր ես գայի դպրոց, հանգիստ ուղակի իմ դասը անեի եւ գնայի տուն։ Չէր կարող նման բան լինել։ Երիկա ամախնասանի ներկայությամբ Լավ, հիմա ինչ ա եղել, լավ։ Անկեղծ, ամեն անգամ հենց ձեզ իրար հետ տեսնում եմ, իմ տրամադրությունը ընկնում է։ Մեր մոտ էլ ա նույն զգացողությունը Ֆարադե։ Ես թույլ չեմ տալիս, որ բան բասեք։ Ես արգելում եմ։ Աղբորպես մի քիչ հասունացի էլի։ Որ խնդրեմ մեզ մենակ կթողնես։ Շնորհակալ եմ։ Ինչ ա եղել։ Երիկն ամբողջ դասարանի ներկայությամբ վիրավորեց ինձ։ Լավ, մի նայ այդքան։ Մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ։ Ես հետ եք խոսեմ։ Չէ, շնորհակալ եմ, ես ինքս կհարթամ իմ խնդիրները։ Անուշ մարդ չի կարա այդքան հպարտ լինի։ Մի հատ չես ուզում հասկանաս ինչի հատ լակոտ իրան տենց պահել։ Դե մտածում եմ մայրս տեղ ուսմասվար է աշխատում, իրան ամեն ինչ կարելի է։ Խնդրում եմ ամեն դեպքում չմոռանալ, որ քո ասած լակոտը Մարիից եղբայրն է։ Էդ ինձ քիչ է հետաքրքրում ու դա իրան իրավունք չի տալիս, որ քեզ վիրավորի։ Ուզես դու թե չուզես, հետո խոսելու եմ ու ինքը պիտի պատասխան տա։ Ու ընդհանրապես, սրանից հետո ով քեզ այս վիճակին կհասցնի, ինձ պետքա պատասխան տա։ Վայ, Սիմոնյան, ականջդ կանչ։ Թողեցիր, քեզ համար բիզնես բռնեցիր, գնացիր Ռուսաստան։ Մնայր էլի, ավել աշխատում էինք իրար հետ։ Համել առանց քեզ, էլ բարուսել չեմ կարող անել։ Հետո հետ ես խոսում, պապի։ Հեչ, Սիմոնյանի շուքի հետ կռիվ եմ տալիս։ Ումել էստեղ ինչ պապի ողը, քանի անգամ ասեմ քեզ։ Ինձ 1000 դրամ կտաս, բուլկ ու փող։ Բուլկ ու փողը պիտի աշխատես, տղա ջան։ Անցավ գնացրի ժամանակները։ Էրիկը Արևշեցյանի դասին համերգ տվեց, լավ չորեց ու դասարանից դուրս եկավ։ Ինչի համար։ Ինչ իմանամ, ասաց Արևշեցյանի արածները չի ներելու, բայց թե իրար ինչ են արել չգիտեմ։ Պարզա։
500 դրամ։ Բերածդ ինֆորմացիան կիսատա ցավը տանեմ։ Այ որ հասկանայր ինչ են արել իրար 1000 կդառնար։ Էլի գցեցիր։ Գնա քանի չեմ փոշմանել։ Վերջի ես քեզ նենց ինֆորմացիա եմ ասելու, որ դու ինձ ավտո առնես։ Գնա, քիչ խոսա։ Տեսնես ինչ ա եղել, հա։ Ասա Թորոս, նորություն ունես։ Հա Լիդիա ջան, հենց նոր fake հասցեից մեսիջ ստացա։ Ու Դե ոնց ասեմ Լիդիա ջան, մի խոսքով Էրիկը Արևշատյանի հետ ա կռվել։ լավ, ապրես Թորոս։ Այս ամսվա պարգևավճարների ցանկում քո անունն էլ կլինի։ Շնորհակալ եմ Լիդիա ջան։ Ես գիտեի, որ դու մեծին հարգող ուսմասվար ես։ Բայ լավ Թորոս, մի երկարացրու։ Էրիկ, բան չունես ինձ ասելու։ Չէ։ Էդ լավ չի, որ սկսել ես սուտ խոսել։ Ես էլ մտածում եմ իրոք հավես չես ունեցել, դրա համար ես շուտ տուն եկել։ Արդեն հասցրեցին, որ Արևշետյանի հետ եմ վիճել։ Իբր չգիտես, Էրիկ ջան։ Դու գիտես, որ դպրոցում ճանճել տզա, ես դրա մասին կիմանամ։ Իսկ ասել են ինչի համար եմ վիճել։ Չէ, ուզում եմ դա դու ինձ ասես։ Իսկ պապան ուշա գալու մամ։ Էրիկ ջան, չգիտեմ, ու ասեմ ավելին, դա մեղմ ասած ինձ չի էլ հետաքրքրում։ Ինչ կապ ունի պապատ իմ տված հարցի հետ։ Դե կապ ունի էլի, որ հարցնում եմ, վայ։ Էրիկ։ Էրիկ, հերդ քիչ է հիմա էլ դու։ Էրիկ։ Գալիս եմ։ Էս դուք։ Բա դուք ասի չեք։ Թռել ենք դասից։ Շուշի դու էլ։ Որ սրան գրեցիր տատի տան չի ստիպեց, որ դասից թռնենք։ Ինչ բահում մենակով չէի գալու ձեր տուն։ Բացի այդ ինչ ես, մի անգամից հարցակնում Մարի ջան քննիչի նման։ Տատիդ բտիտ ուներ մեր մարդավարի ներսրավիրեր։ Եթե այսօր ինչ-որ մեկը էլի գովադատիս, մյուս ոտքս էլ նախանձից է կոտրվելու։ Լավ, մի շարունակի։ Հələ դու սրանք, Անշուշի ջան, սրանք դար դրասենյակ կամ չգիտեմ։ Լավի։ Ես գնացի։ Ամեն ծերնի տասատ գլնի, ինձ հարմար կգրկես էլի։ Շուշի կաղա գնաց Խոհանոս մեզ ինչ-որ մի բանով հյուրասիրես։ Հասկացա։ Կարոտել էիր ինձ։ Իսկ դու։ Ես էլ։ Ուղարկածս վերցրեց։ Հա, ինչ ես կասկածում, շեֆ ջան։ Դե նրա հետս անես չոր խոսած կզարմանայի, որ կվեկալ էր։ Դե հա, ինչ մեղքս թաքցնեմ, հենց տենց էլ եղել է, շեֆ ջան։ Մարին տոպրակները տվեց ձեռքս, ուղարկեց հարևանի տուն։ Դե իրանք էլ քյասի ընտանիք են էլի, տվեցի իրենց։ Լուրջ ես ասում։ Հա։ Աղջիկս է։ Հա։ Լավ աղբամանա չի գցե։ Իսկ ասածս արել ես։ Հա, ոչ չէ, շեֆ ջան։ Մարին հատուկ քո համար նկարել եմ։ Դե ուղարկի։ Ուղարկեցի։ Խերը մերնեմ ջանին։ Նա ինչ նման է ինձ արմեն։ Հա։ Հələ ոնց առաջ չէի նկատել։ Դե շեֆ ջան, որ իրար հետ թարսված եք, երևի դրա համար էլի, հա։ Դու լիմատ նայ էլի։ Լա աչքերը նայ, ճակատը նայ։ Դոշնի ես եմ արա։ Հա, հա, հա։ Աստված դաժան գտնվեց էլի իմ հանդեպ։ Շատ։
Լավ, գնացի։ Տուն։ Հա։ Привет, Էրջան։ Էս հոբան չի եղել, ինձ անհագիստ տխուր վիճակների մեջ ես։ Կարևոր չի։ Պապան ստեղ է։ Ապեր, մի ոչ շուտ գայր, պապային կտենայր։ Իսկ չգիտես ուր գնաց։ Իսի ոնց որ տուն գնաց, բայց կարա զանգես, իսկ հիմա տարածքում է։ Հարցեր արա։ Ձեզ սալմասուն Այդտեղ առանձնացրել եմ այն հիվանդանոցները, որտեղ բուժումը համեմատաբար էժան կլինի։ Համեմատաբար էժան ինչքանն է։ $100,000-ից ոչ պակաս։ Քիչ չի։ Էդոին ծեծողները մեկին 10 են ստանում, չկասկածես։ Հա, լսի կարող է եկել ես երոին ծեծես։ Հենց նոր գնաց, եթե պետքա զանգեմ ասեմ գա ախտեր։ Էրիկը իրեն մի քիչ ճիշտ չպահեց, բայց ես արդեն դա մոռացել եմ։ Մի քիչ մամ։ Երեխեքը ինձ պատմել են ինչքան վատ է պահել իրան։ Երեխեքը։ Շուշեից բացի էլի մարդ է եկել մեր տուն։ Դու լավն ես, բայց ես մեր դասարանից ուրիշ աղջկա եմ հավանում։ Ում, Ռիբոկին։ Չէ, մեր դասարանի Մարին։ Դե ոնց հասկանում եմ, այսօր քո կարապի երգն է։ Էլ մեկա կորցնելու բան չունենք։ Վերջին խոստովանությունը դել արա ու լքի բեմը։ Ստացվում է, որ հատես։ Մարին գոքույրն է։